որ այս տեսանկյունը խնդիրներ ունի։ Սրան ասում են շրջանային տեսանկյուն, dispensational theology։ Մենք այս տեսանկյունին չենք հետևում, որովհետև այս տեսանկյունը խնդիր ունի, դժվարություն ունի։ Եթե այդպես անենք, երբ որ հասնենք եկեղեցու շրջանին, հետո հափշտակության շրջանին մեծ խնդիրներ առաջանում, որտեղ ուղիղ չի, հիմքը ուղիղ չի, աստվածաշնչային չի, մարդկային է, մարդու ակնոցից է դիտված, մարդու փորձառության հիման վրա է հիմնված, ոչ թե այնինչ, որ Աստված է ասում իր խոսքի մեջ։ Ուրեմն մերժեցինք այս շրջանային վարդապետությունը, we reject dispensationalism։ Եթե ամերիկյան եկեղեցիներ գնանք, որ շատերը լավ եկեղեցիներ են, խնդիր չունենք, բայց իրենց վախճանաբանության եւ իրենց մեկնաբանության պրիզմակը ուղիղ չի։ Տակավին dispensationalism։ Եվ կան մեր շրջապատում այդպիսի լավ եկեղեցիներ, մեծ եկեղեցիներ, որոնք այսպես են հավատում։ Օրինակի համար Grace Church-ը այսպես է հավատում։ Իրենց վախճանաբանական անկյունից են ասում։ Պետք շատ հիանալի եկեղեցի։ Մենք հավատում ենք եւ դավանում ենք ինչ որ կոչվում է ուխտային վարդապետություն։ Covenantal theology։ Մենք dispensationalist չենք։ Մենք covenantal ենք։ Այսինքն մենք Աստծո խոսքին, եթե սա Աստված է, եւ Աստված հայտնում է իր անձը մարդուն, մենք խոսում ենք եւ նայում ենք Աստծո խոսքին, բացահայտված մարդ արարածին, իր պատմական historical ժամանակում, տարբեր ուխտերով, որ Աստված մարդու հետ կնքում է։ Ուխտ է կնքում, different covenants, եւ այս բոլոր ուխտերը իրականության մեջ նույն ուխտն են, Աստված մեկ անգամ է մարդու հետ ուխտ կնքել։ Նույն ուխտն է, բայց տարբեր ժամանակներում կրկնվում է։ Եվ ամեն անգամ, որ կրկնվում է, մի քիչ ավելի է բացահայտվում։ Ադամի հետ ուխտը արավ պարտեզի մեջ, ասած, այսպես կանես, տարից էլ չես ուտի։ Եթե անես կապրես, թե չանես, կմեռնես։ That's covenantal language։ Ուխտային լեզու է։ Եվ հասավ Աբրահամին մի քիչ ավելի բարձրեց, եւ հասավ Մովսեսին կամ Դավիթին ավելի բարձրեց։ Հիսուսով նոր ուխտ եղավ, լրիվ բացվեց ամբողջ աշխարհը։ 5 տակարանի օրերում ուխտը սահմանափակված էր Ադամին, հետո հրեաներին, հետո Հիսուսով բոլոր աշխարհին։ Դրա համար է կարդում ենք Աստված այնպես սիրեց ում։ Հիմա հասկանում եք աշխարհին չէ նշանակում, երբ որ ուխտային եք նայում, աշխարհ նշանակում է ոչ թե միայն հրեաները, այլ նաև հրեաների հետ բոլոր ուրիշ ազգերը, ոչ թե ամեն individual մարդու, ամեն յուրահատուկ անհատի։ Ուրեմն տեսնում ենք, որ երբ մենք ուխտային վարդապետություն ենք նայում Աստծո խոսքին, ուխտային վարդապետությունը մեզ ուղղում է մնալ աստվածակենտրոն, մնալ Աստծո հայտնության ձևի մեջ, ոչ թե մենք մի ձև հնարենք, որպեսզի Աստծուն այդ կաղապարի մեջ տեղավորենք, ոչ։ Աստված արդեն կաղապարը տվել է, արդեն ասել է, որ մենք ինչպես ենք վարվում իր հետ, ինքը ինչպես է վարվում ու ակնկալում մեզանից։ Ուրեմն մենք ուխտային վարդապետության հետևող եւ դավանող եկեղեցի ենք եւ սա ամենադասականն է, this is the classic։ Շրջանային հասկացողությունը շատ կարծեմ, եթե 100-150 տարվա կյանք ունի։ Բայց ուխտային վարդապետությունը 5 տակարանից Ադամից է սկսվել։ 6-7 հազար տարվա պատմություն։ Ուրեմն այս ուխտային վարդապետությունը օգնում է մեզ, որ մենք մարդու փրկաբանության վարդապետությունը հասկանանք, որ մենք հասկանանք, թե Աստված ինչպես է աշխատում մարդ արարածի հետ, ինչպես է առնչվում, how does he deal with human beings and what does he want, ինչպես է ինքը իրեն հայտնում։
Ինչպես է Ադամին հայտնում, թե ինքը ով է և ինչ է պահանջում ու Ադամի պարտականությունները ինչ են։ Աստված ուխտերով է գործում։ Թեպետ, ուխտ բառը, այսինքն covenant, Աստվածաշնչի մեջ կամ ծննդոցի մեջ չեք տեսնի այս բառը։ Չկա։ Բայց ուխտի տարրերը, the elements, էլեմենտները, տարրերը, ծննդոցի մեջ կան և բոլոր Աստվածաշնչի մեջ կան, ամբողջ 5 տակարանի մեջ կան։ Քո առջևդ ընտրություն եմ դնում, եթե այս անես կապրես, եթե այս անես կմերկնես, ինչ է սա։ Սա ուխտային հարաբերության տարրերից մեկն է։ Եվ այսօր կնայենք, թե ինչ է նշանակում։ Աստված ոչ թե միայն մարդուն ստեղծեց ու թողեց իր հալին այդպես չարավ։ Այլ երբ որ մարդուն ստեղծեց Աստված մարդու հանդեպ իր սերը ցուցադրեց։ Իջավ, որպեսզի մարդու հետ հաղորդակցվի, առնչվի, առնիտա։ Աստված նաև մարդու հետ հարաբերություն ուզեց կազմել. He wanted to have a relationship with human being. Not that he needed it, ոչ թե կարիք ուներ, բայց Աստված հարաբերական էակ է. He is a relational being. Աստված ինքը իր մեջ 3 անձեր են, եւ այս 3 անձերը they are in perfect harmony. Իրարու հետ in a love relationship. Մենք սրան չենք կարողանում լրիվ հասկանալ, որտեղ տակավին այդ վիճակում չենք եւ ոչ էլ գլինենք։ Ամենամոտիկը որ գալիս են, որ շատ հեռու է, ամուսնությունն է։ Դա մի քանի տարվա մեջ վերջանում։ Ուրեմն Աստված ոչ թե միայն մարդուն ստեղծեց, ասած գնային ջուզմաս արավ, ոչ այդպես չարավ։ Նրան ստեղծեց, իր սերը հայտնեց, հարաբերության մեջ մտավ եւ Աստված այդ արավ, որպեսզի ինքը փառավորվի եւ մարդուն օրհնի։ Це երկուստեք բարեկեցություն է, it's a double blessing։ Երկու կողմից օրհնվում են, Աստված փառավորվում է եւ մարդը օրհնվում է։ Ուրեմն երբ խոսում ենք ուխտի մասին, when we're talking about covenant between man and God, երկու կողմ կա այս covenant-ի։ Եթե օրինակի համար ստատեն են covenant, հայերեն գրեմ, որ հասկանանք։ Ուխտ։ This is the covenant. Մեկ կողմը կանգնում է Աստված, մյուս կողմը կանգնում է ով? Մարդ արարած։ Human. Այս ուխտի երկու կողմերն են, իրարու հետ մտնում են այս ուխտի մեջ։ Անցյալ անգամ ասեցինք, ինչ է նշանակում ուխտ։ It's more than an agreement. It's way different than an agreement. Պայմանագրությունից շատ տարբեր է։ Ուխտ նշանակում է որոշ պայմանների հարկադրություն։ Որոշում։ Այսինքն Աստված մեզ հետ առնչվում է պահանջքներով։ Հիմա երբ ասում ենք ուխտ մարդու մեջ է, օրինակի համար երբ որ մարդիկ գնում են եւ փսակվում են, տեսել եք, չէ՞, հարսանիքում։ Ամուսինը եւ կինը կանգնում են, նրանք հավասար են իրենց մարդկային արժեքներով, in their human dignity and value։ Մեկը մյուսից բարձր չի, մեկը ավելի human չի մյուսից, երկուսն էլ human են, լիարժեք է։ Բայց այս պարագային այդպես չի։ Աստված այստեղ է, մարդը այստեղ։ Ինչու՞։ Why? Որովհետև Աստված արարող է, creator է, մարդը ինչ է։ Creation է, ստեղծված է, արարված է։
Արարողն ու արարածը իրարուց երկնքից գետին տարբերություն ունեն։ Արարածը չի կարող արարողին ասել մի րոպե սպասի դու դեռ չես արել։ Եթե ես անես, ես էլ ես կան։ That's not how it works. This sets all the conditions. Ես եթե ուզենա ես արարածին միջից տանի, անի գվերջան։ Դուք օրինակի համար ես երբ որ երիտասարդ էի դպրոցում, մեր պարոնը ասում էր, որ պիտի շարադրություն գրել։ You have to write essays. Այդ ժամանակ կոմպյուտեր չկար։ Թղթի մատիտի վրա է։ Եվ մեզ ասում են, որ մատիտով գրեք, որ հետո ռետինով ջնջեք։ Եթե ուզում եք ջնջեք։ Մատիտով գրել ձեռքս ցավեցնում էր։ Այդ մատիտը հետ բթանում էր պիտի սրելի, որտեղ սուր մեխանիկալ մատիտներն էլ չունեն այն ժամանակ։ Ես մելանով էի գրում, ինքնամուսով։ Հետո սխալվում էի։ Հենց առաջին նախադասությունը գրում էի, ճղում էի, թաղում էի։ Մեկ էլ տեսնում ես կես ժամվա մեջ մի տոպրակ թուղթ եմ ճզմել թափել։ Ինչու՞։ Որովհետև ես այդ իմ գրածիս համար ուրախ չեմ։ Ես իրավունք ունեմ ու գրածս ճզմեմ թափել։ Քո գրածը այն ճզմես թափել։ Եթե ես իմ գրածիս կարող եմ ճզմեմ թափել, չէ՞ կարծում Աստված կարող էր մարդուն ճզմել թափել։ Կարող է։ Բայց ճզմես թափեց։ Տիրոջ որ մեզ չի ճզմել չթափեց։ Right? Դե ոչ ես ու դու այստեղ չենք։ Աստված փոխարեն իմանալով ամենաիմաստուն, ամենակարող, ամենասուրբ, ամենաբարի, բարեգործ իր բոլոր կատարելություններով Աստված մեզ այդ covenant-ի մեջ մտավ։ And this is the wisest thing that God did. Ամենաիմաստուն բանն էր, ամենասիրող բանն էր, որ Աստված կարող էր մարդուս հետ անել։ Վերջապես իր ձեռի գործ մեզի հողից ստեղծեց, remember? Ադամին առավ հողից մարդ շինեց, եւ այն էլ այդ մարդու կողից շինեց, հողից ու կողից եղանք ես ու դու։ Այդ վերջապես հող։ Բայց Աստված մեզ սիրեց, մեզ արժեքավորեց, իր հոգին մեր քնքերի մեջ փչեց, կենդանի շունչ եղանք, Աստծո նմանությունը ունենք մեր մեջ։ Ուրեմն Աստված մեզ հետ մի րոպե հիմա որ դու այսպես գեղեցիկ անշիկ զույգ եք եղել եւ բոլոր մարդկության սերը ձեր մեջ է բնակվում, գեները ձեր մեջ են բնակվում, ես ձեր ուխտի մեջ բնակվում։ Ինչ ուխտեց Աստված մարդու հետ։ Դարձեք Ծննդոց, turn to Genesis 1:28 and 29, 1:28-ից 29։ Շատեր կարծում են, որ Աստված Ադամի հետ մեկ բան ասավ, ասավ է ծառի չուտես, այնալ կերավ ու մեջ եղած, ոչ այդպես չի։ Այդ մեկ բանը միայն մեկ տարր ուխտի պայմաններից, բայց Աստված դրական բաներ էլ ասավ Ադամին, որ պիտի աներ, he had to do some stuff, ինչ պիտի աներ Ադամ, օրինակի համար դարձեք Ծննդոց 1:28-ից կարդամ։ Եվ Աստված օրհնեց նրանց և ասաց նրանց, here go, պայմանները, 1, 2, 3, 4, alright, let's list it։ Առաջին, աճեցեք և շատացեք, multiply, և լցրեք երկիրը, և տիրեցեք նրան, այսինքն տիրություն արեք, անտեր չթողնեք այս երկիրը, այսի ձերն է, this is your planet, manage it, տիրություն արեք, նայեցեք, թե որտեղ ինչ կարիք կա, ինչպես պետք է աշխատեք սրա հետ, ինչպես պետք է պահեք, ինչպես պիտի խնամեք, you can't abuse it, չես կարող շահագործել և աղբի պես համարել երկիրը, դրա համար է, որ բարեկիրթ երկիրների մեջ մենք մեր զիբիլը գետին չենք թափում, գնացեք Middle East կտեսնեք ինչքան կեղտոտ աշխարհում են ապրում մարդիկ, ես այդտեղից եմ եկել գիտեմ, վախենում ես փողոցը որ տնես, well, շատ Middle East-ի գնալու պետք չունեք, գնացեք downtown Los Angeles արդեն կտեսնեք, բայց բարեկիրթ երկիրներում այդպես չի, այս բարեկիրթությունը որտեղից է գալու, այն այստեղից է գալու,
տիրեցեք նրան, իշխեցեք, այսինքն authority ունեք, ինչի վրա, լավ նայեք, ծովի ձկների վրա, դոլֆինները սրա մեջ են, salmon, չգիտեմ, համով ձկները, որ environmentalistներն ասում չէ, ես միշտ չեմ ուտում, որտեղ կենդանի եմ, կյանք, ես իրավունք չունեմ ձուկ կրնեմ ուտեմ։ Ուրեմն մարդը չի կարծացել, որ մենք իշխանություն ունենք ծովի ձկների համար, երկնքի թռչունների վրա, երկրի վրա բոլոր սողացող կենդանիների վրա։ So we have authority over creation։ Ինչ անելու համար։ Waste անելու համար։ Ոչ։ Մենք authority ունենք երկրագնդի վրա, մեր environment-ի միջավայրի վրա, որ նրան լավ տիրենք, Աստծո ուզածի պես տիրենք, մեր օգտի համար տիրենք, մեր սննդի համար տիրենք, մեր բարգավաճման աճելու, երկիրը լցնելու համար տիրենք, ոչ թե մեր գրպանները լցնելու համար տիրենք։ Եվ ասեց ամեն խոտ, որ սերմ ունի, բոլոր երկրի վրա, ամեն ծառ, որի մեջ կա սերմ տվող ծառի պտուղ ձեզ տվի, որ ձեզ համար կերակուր լինի, եւ երկրի բոլոր կենդանիների, եւ երկնքի բոլոր թռչունների, երկրի վրա բոլոր սողունների համար, որոնց մեջ կենդանության շունչ կա, any living creature, including all the greenery and fruits, ամեն կանաչ կերակուր լինի ձեզ համար կերակուր։ Սա։ Եթե գնում ես որսի և որսում ես եղնիկ և այդ եղնիկը բերում ես տուն, ամբողջ ձմեռը այդ եղնիկով քո ընտանիքն ես պահում, no problem։ Բայց եթե գնում ես որսի, որպեսզի դու entertain լինես, Եվ այդ 10-12 պատել եղնիկ ես խտվում, ու թողնում ես իրանց հալին ու վերադառնում ես։ That's not a good deal to you. That's waste. Ուրեմն մենք Աստծուց որոշ բաներ անելու հրամանում ենք։ Ադամը այդպես հրամայվեց։ Սրանք դրական բաներն են, որ նաև նա հրամայվեց, որ իր միջավայրը պաշտպանել, պահպանել ու նաև հանգստանալ 7-րդ օրում հրամայվեց։ Տեսեք, երկրորդ գլխի 3-րդ համարից կարդում ենք եւ Աստված օրհնեց 7-րդ օրը, սրբեց նրան, որովհետեւ նրանում հանգստացավ իր բոլոր գործիցը, որ Աստված ստեղծեց ու արավ, եւ հետո նա ծննդոց 2:15-ի մեջ ասեց, որ այս ծառը դրավ պարտեզում եւ Աստված առավ մարդը դրավ Եդենի պարտեզում, նա նրան մշակե եւ պահե, նորեն դրական գործ ունի անելիք։ Աստված պատվիրեց մարդուն ասելով պարտեզի ամեն ծառից համարձակեր, բարի չարիքության ծառից մի ուտել։ Եվ 24-րդ համարի մեջ եւ Յահվե Աստվածը խորքում բերավ Ադամի վրա եւ այն ստեղծեց եւ հետո 24-ի մեջ ասեց սրա համար մարդ կթողե իր հայրը եւ իր մայրը եւ կհարի իր կնոջ եւ մեկ մարմին կլինեն։ This was the responsibility of Adam. Աստված ասաց, երբ որ Եվային բերեն քեզ մոտ, you will have to leave your father and mother. Stop being a mama's boy. She will be your family. When I say my family, I don't mean my mom and dad when I'm married. When I'm saying my family, I was իմ ընտանիքս, ես նկատի ունեմ իմ կինս ավակներս։ Before I'm not. Եվ պիտի հարես, այսինքն պիտի շաղախվես, պիտի միանաս, մեկ պիտի լինես։ Եվ նրան պիտի հոգ տանես։ Ուրեմն այս Ադամի դրական եւ
բացասական պարտադրանքները, բոլոր դրական էին, մեկ հատ բացասական կար, ծառիցը չուտես։ Սա ուխտի պայմաններն են, ուրեմն ուխտը իր մեջ ունի ուխտակիցներ, այդ մարդիկը, որ ուխտի մեջ են, կամ այդ երկու կողմերը ասենք, the sides of the covenant, հա? Երկրորդ ունի պայմաններ, այս կանես, այս չես անի, դրական և ժխտական։ Այսինքն ունի հարկադրություններ։ Աստվածաբան Չարլզ Հաջը այսպես է գրում, որ այս նեգետիվ պայմանը, որ չուտես ծառից, տրվել էր Ադամին, որպեսզի Աստված նրան ստուգեր, it was a test, որ արդյոք Ադամ կամենում էր լիովին հնազանդել այս բոլոր ուխտի պայմանները։ Եվ դրա համար այս ուխտը, որ Աստված արավ Ադամի հետ, by extension Եվայի հետ, սրան կոչում են գործերի ուխտ, the covenants of work, of works. Այսինքն, եթե Ադամ աներ, այն ինչ որ պիտի աներ, և չաներ, այն ինչ որ պիտի չաներ, Ադամն ու Եվան Աստծո հետ հաշտ հարաբերության, սիրո հարաբերության մեջ կմնային և երբեք ուխտի կոտրելու պատիժը իրենց վրա չէր։ Ուրեմն, երեք, ուխտը ունի օրհնություններ, blessings, երբ որ հնազանդը ունի անեծք, curse, երբ որ անհնազանդը։ This is positive, this is negative. Դրա համար է, որ Աստվածաշունչն ասում է, որ մեղքի վարձքը ինչ է? The wages of sin is death, but if sin by definition is what? Աստծո խոսքին անհնազանդություն անել։ Անել այն ինչ որ պիտի չանես, չանել այն ինչ որ պիտի անես։ That's classic definition of sin. Երբ որ մեղք է գործում, անեցք է գործում։ Երբ որ հնազանդում է, Աստված օրհնում է։ By the way, this այս սկզբունքը մինչև օրս ուղիղ է, մինչև հավիտյան ուղիղ պիտի լինի։ So, choice չի, որ դու եթե հնազանդես կօրհնվես հնազանդ։ Choice-ի մասին չենք խոսում։ Ընտրության մասին չենք խոսում։ Խոսում ենք սկզբունքի մասին։ Եթե այս ճանապարհով գնաս, կհասնես San Diego, բայց եթե այս ճանապարհով գնաս, կհասնես San Francisco։ Ես չեմ ասում դու choice ունես կամ չունես։ Ես ասում եմ ճանապարհը այդպես է սարքված։ Հասկանում եք տարբերությունը։ There's a difference what I'm talking about. Թե ով կարող է այդ ճանապարհը ընտրել այս կամ այն, դա ուրիշ հարցում է, կհասնենք այդ դասին մի քանի ամսից հետո։ Բայց հիմա մենակ ձեզ landscape-ն եմ ցույց տալիս, ճանապարհներն եմ ցույց տալիս, որ Աստված ինչպես ստեղծեց մարդու հետ հարաբերելու ճանապարհը freeway system։ Աստված ուխտի միջոցով մարդու հետ սկսեց հարաբերել։ Ուրեմն, ուխտի հարկադրություններն են, Ծննդոց 2:17-ի մեջ, կարդացինք, ասեց, որ նրանից կերած օրդ մահով պիտի մեռնես։ This is the negative part. Մահվան այս հարկադրության մեջ նաև կա ենթադրված սունդ, հակառակ, որ չի գրված, չի ասում եթե հնազանդես կապրես, ուրիշ տեղ ասում այնպես, բայց այստեղ, որովհետև նեգետիվի մասին անեցքի հետևանքն է ցույց տալիս հստակաբար,
ենթադրաբար նաև կարող ենք ասել, որ սրա կողքին պիտի լինի դրականը։ Այսինքն կյանք այս գործերի ուխտը պետք է պահվեր լրիվ, ամբողջովին։ Եթե մեկ հատ է խզվել, ուխտը ինչ եղավ, մեջ է գնաց։ Just երևակայեցեք, կին ու ամուսին ամուսնանում են ուխտի մեջ են մտնում, կին ասում է, ես սիրում եմ քեզ, ես իմ ամբողջ կյանքս տալիս եմ քեզ, ես իմ պարտականություններս լրիվ անում եմ, անկախ թե դու ինչ պիտի անես։ Մարդն նույնն ասում, ես էլ քեզ սիրում եմ, ես քեզ ամուսնանում եմ, իմ անձս լրիվ նվիրում եմ քեզ, ես իմ ամուսնական պարտականություններս պիտի անեմ, անկախ թե դու ինչպես պիտի անես։ Isn't that true? Or is it? Այդպես պետք է լինի։ Այդ է ուխտ։ Չի ասում ես ամուսնանում եմ քեզ հետ, ես իմ պարտականություններս կանեմ, եթե դու էլ քոնը տանես։ Ոչ։ Ամուսնությունը այդպես չի, եթե այդպես եք հասկացել, չամուսնանաք, please։ Առաջ հասկացեք ինչ եք անում, հետո ամուսնացեք։ Աստված էլ այդպես է վարվում։ Հիմա եթե երևակայեցեք մի ուխտավոր այսպես, 10 հատ կամ 5 հատ կամ 4 հատ պարտադություններ ունի, 3-ն անում է, բայց մեկը չի անում։ Արդյոք նա ուխտը լրիվ կատարեց։ Ոչ չի կատարում։ Ուխտի մեջ հնազանդ եղավ, չեղավ։ Երբ որ մի հատը անհնազանդ է լինում, ինչ է նշանակում։ Ուխտը կոտրվում է, դրան ասում են ուխտաբեկ, այսինքն ուխտը կոտրեց։ Երբ որ ուխտը կոտրվում է, անհնազանդություն է լինում, ինչ է գալիս վրա, անեց է գալիս։ Դրա համար Աստված մարդուց պահանջում է, որ այդ մարդը իր բոլոր պայմանները լրացնի, որպեսզի կյանք ունենա։ Եվ մեկ հատ նեգետիվ է տվել, 3-4 հատ պոզիտիվ է տվել։ Գնաց եկավ, մի հատի մեջ ապրեց։ Լցրեցին, շատացան, կերան, հանթինգ արեցին, քեբաբ կերան, խորված սարքեցին, ամեն բան արեցին։ But then ծալից է կերան։ Isn't that what we do? Աստված ասում է, տես, ես արան, ստեղը զգուշ եղա մի արա։ Ես անում ենք, համին նայում ենք և ենք։ Եվ կարծում ենք, որ Աստված չտեսա, կամ ավայալ հիմա 99% լավ եմ, 1% ով կա որ պերֆեկտ։ Աստված չի ասում դու քեզ համեմատի ուրիշների հետ։ Ասում է ես սուրբ եմ, դու պիտի սուրբ լինես։ Ադամ ջան, դու հասկանում ես ինչ է նշանակում։ Այո, հասկանում եմ։ Բայց ինչու ենք ասում։ Եթե ստեղ կար, ուրեմն, you're in this category now։ Պարզ է չէ, գործերի ուխտ։ Եղբայրներ քույրեր, եթե այս գործերի ուխտը լավ չհասկանանք, Հիսուսի կատարած մեր փոխարեն, մեր տեղ կատարած ծառայության իմաստը չենք կարող հասկանալ։ Մեր փրկությունը զգացական գետնի վրա կմնա։ Տրամաբանական գետնի վրա, հոգևոր գետնի վրա չի ասում։ Ով ամենը կատարեց։ Դրա համար գրված է, որ դա ամեն օրենքը եւ մարգարեությունները կատարեց։ He fulfilled all the prophets and law instead of us. Մեր փոխարեն, մեր տեղ։ Plus նաեւ մեր տեղ, ամենը արավ։ Դրա վրա նաեւ մեր անազանդության ամեն անեծքն էլ իր վրա արավ։ Double blessing. That's what Christ did for us. This is a huge opportunity to celebrate. Եթե ոչ մենք այս օրենքի պահանջի տակ կմնայինք։ If you turn to Galatians-ի մեջ ասում է, որ Հիսուս կնկանից ծնվեց օրենքի ինչ արավ տակը մտավ, որպեսզի օրենքի տակ եղողներին, այս պարտադրանքի տակ եղողներին օրենքիցը ազատի։ That's what it is for us. Որոնք կարևոր է, որ այս գործերի ուխտը լավ հասկանանք։
Այս ուխտը անհատական հնազանդություն է պահանջում, այսինքն every person, Ադամը եւ Եվան անհատապես personally պետք է անեին։ Եվան չէր կարող ասել, նա ես այդ ծառից ուտեմ, մամա դու այդ միք է, դու Աստծո հետ դիլ ունես։ Հենց որ Աստված ասի ինչ եղավ, ասա she's covered under mine, այդպես չի։ Մեզի cover չի անում, անհատական է, ամեն անհատ Աստծո հետ։ Դրա համար փրկությունն էլ անհատական է։ Պարզապես որտեղ մեր ծնողները հավատացյալ էին կամ մեր ազգը ասում ենք հավատացյալ քրիստոնյան են, չի նշանակում մենք հավատացյալ քրիստոնյա։ Ամեն մարդ անհատապես Աստծո հետ էս ուխտի մեջ գործ ունի անելու, հաշիվ դիտա։ Եվ Ադամը այդ պահին Լուի Բրկաֆն ասում է, թե իր ընթացքի, իր կյանքի սկզբնավորության մեջ էր, տակավին սխալվելու առիթ չէր ունեցել, մեղանչելու, մեռնելու կարելությունից չէր անցել, այդ փորձառությունը չէր ունեցել եւ հետո պիտի ունենար։ Նաեւ մարդու եւ Աստծո միջև ուխտի պատկերը դեռ շատ սահմանափակ էր, շատ սեղմ էր, it was very condensed։ Եվ Ադամն ու Եվան իրենց գործերի հիման վրա, եթե անեին, հավիտենական կյանք ունենալու հնարավորություն պիտի ունենան, նրանք հավիտյան պիտի ապրեին։ Դրա համար Westminster հավատո հանգանակը the Confession of Faith Westminster or London Baptist Confession նույնն է։ 7-րդ գլխի 2-րդ բաժնում ասում է, որ այս առաջին ուխտը մարդու հետ կնքվեց որպես գործերի ուխտ, որում Ադամին կյանք խոստացվեց եւ նրա մեջ, նրա սերնդին էլ կյանք խոստացվեց, այն պայմանով, որ նրանք անհատաբար եւ լիովին պիտի համաձայնվեն կամ պիտի կատարեին Աստծո դրած պայմանները։ Այդ տեղին է։ Բայց բոլորս էլ գիտենք, որ Ադամն ու Եվան ուխտը կոտրեցին։ Այս գործերի ուխտի կոնտեքստում եւ եզրահողում աստվածաբանության մեջ Ադամին որպես Ադամը որպես մարդու դաշնային կամ մարդ արարածի դաշնային federal գլուխն նկատվում։ Այսինքն Ադամը այս գործերի ուխտի մեջ բոլոր մարդկության human being-ների representative-ն է, ներկայացուցիչն է Աստծո առջև, morally, spiritually։ Երբ որ Ադամը ընկավ, մեղ գործեց եւ այս կատեգորիի մեջ մտավ, որովհետեւ Ադամը մեր ներկայացուցիչն է, մեր federal ներկայացուցիչն է Աստծո առջև, եւ Ադամի մեջ կային բոլոր մարդկության ջիները, գենե, Genesis բառը այստեղից է գալիս, ծնունդը, ծննդոցը, բոլոր մարդիկ, որոնք ծնվում են եւ դեռ պիտի ծնվեն, նրանց գենետիկ կոդը Ադամի մեջ Աստված perfectly ստեղծել է։ Մեքենան էր Ադամը, որ այդ գենետիկ կոդի տարբերակները, variety-ները, բիլիոնավոր variety-ներ, ինչպես ես ու դու, ժամանակի ընթացքում պիտի ծնվեինք, աճեինք, բազմանայինք եւ երկիրը լցնեինք ինչ որ հիմա եղել է։ Հիմա 7 բիլիոն տարբեր մարդիկ են հիմա ապրում ներկայիս։ Եթե անցյալից հաշիվ անենք, որ քանի բիլիոն ապրել ու մեռել են, ով գիտե մինչև գուցե 100 բիլիոն հասնի ժողովրդի թիվը։ Աստված այս բոլոր գենետիկ կոդերը Ադամի մեջ դրել է։ Դրա համար երբ որ Ադամը ընկավ, այդպես չի որ Ադամը մեղ գործեց ինձ ինչ։ That's not how it works. Բոլորս ընկանք։
ապագա բոլոր մարդիկ ընկան։ Դրա համար է, որ Աստվածաշունչն ասում է, որ մեկը չկա, որ Աստծուն որոնի. There is no one seeking God. No one. Չի կարող լինել. It's logical. Ուրեմն, Ադամը մեր դաշնային գլուխը լինելով fail արավ մեզի Աստծո առջև։ Երբ որ Ադամը կանգնում է անիծված, guess what? Ուրիշով է անիծված։ Ես ու դու երբ որ ծնվեցինք, այն մեր պճլիկ ամովիկ թմբլիկ թորնիկը որ նոր է ծնվում։ Այն էլ է անիծված։ Հոգևոր եմ ասում։ Համովիկ են, թմբլիկ են, անուշիկ են, սիրուն են, խաղում են, սիրում են, չենք ուզում ցածտեն, լացում են, ուտում են, կատ են, կողմեն։ That's all fine and dandy. Բայց նրանք հոգևորապես կանգնում են Աստծո առջև որպես ինչ? As a condemned sinner. Դատապարտված մեղավորներ ինչու? Որտեղ Ադամը ընկավ։ So, Ադամի անկումը պատմական մի հատ բլիպ չէ, որ oh well, sorry. Ադամի անկումը ամբողջ մարդկության սերի վրա ազդում է իմ ու քո վրա էլ ազդում։ Եթե այդ խնդրը մենք չլուծենք, guess what? This manetska հավիտենական է by the way. Հավիտենական կմեռնես։ Հավիտենապես կկորսվես։ Այսինքն Աստծո ներկայությունից կզրկվես, այն բարի ներկայությունից։ Մինակ կմնաս Աստծո այն բարկացած սուրբ ահեղ վախենալի horrific holiness-ի տակ։ I'm telling you, it's a horrific holiness. Նրանց համար ովքեր այս կատեգորիի մեջ են։ Դրա համար Հիսուսը կասում, որ այս գործերն անի, որ նրան հենվող այս կատեգորից կարողանա դուրս բրծնի, այստեղ մտնի։ That's why he said, նա որ ինձ հավատա, ինչ կունենա, հավիտենական։ That's why ասեց, որ նա որ ինձ հավատում է, մահից ինչ է լինում, անցնում է կյանքի։ That's what it means. This is not emotional salesmanship. This is a judicial problem. Դատական հարց կա ստեղ, մենք դատարանի առջև պիտի կանգնենք, ինչ կարծում եք 100 տարի ապրած հետո ինչ կերպի ես։ Կլինես 100 տարեկան, հետո մի օր ելսի կանգնի կմեռնես, կդրան այդ տուփի մեջ գտնեն հողի տակ կվերջանա։ That's what you think. Մարմինը կարելի է այդպես։ Հոգի։ Հոգին ոչինչ չի լինում։ Հոգին ոչ այն կարող դրան տպի մեջ։ Դա հոգին ինչ է լինում։ Հոգին կանգնելու Աստծո առաջ այս covenant-ի պատասխանը պետք է տա։ Covenant-ի պատասխան տալու համար մենք որ Հիսուսի մեջ ենք պահվտել, we're going to look for Jesus. Actually, Jesus is going to look for us. Իրոպե, այս մարդը ինձ էր վստահել։ Ես այս գործերը ամեն արել եմ ով հայացնեց։ I have done entire works of law. Ուրեմն, երբ որ ինքը ինձ էր վստահել, եւ ինձ խոստովանեց, որ ինքը չէր կարող անել այն ինչ որ պետք էր որ ստեղից փոխվեր ստեղ, ես իա դերն արել եմ։ Now, Հիսուսը դառնում է մեր Աշնային գլուխ։ Մենք մտնում ենք Հիսուսի ադամության տակ։ Նա լինում է երկրորդ Ադամ, the perfect Adam։ Այն Ադամը, որ արավ, այն ինչ որ առաջին Ադամը չկարողացավ անել։ So, որ մենք հենվում ենք, վստահում ենք, ապավինում ենք, we trust, we lean on Jesus։ Այն օրը, որ ես մեռնեմ, ու պիտի կանգնեմ իմ Creator-ի առջև պատասխան տալու սրանց համար, I'm going to look for my attorney. Hey, I trusted you. Where are you? If they're ասում են, որ ինձ մոտ եկողին, ես երբեք դուրս չեմ հանել։ What a wonderful relief. Հիմա իմացաք, որ որքան կարևոր է, որ մենք հավատքի իման վրա Հիսուսի մեջ Աստծո շնորհքով փրկված լինենք։ Ինչի՞ց ենք փրկվում։
Ավելի ուղիղ ումից ենք փրկվում։ Աստծուց ենք փրկվում։ Աստծո սրբությունից ենք ազատվում։ Նրա խստապահանջ perfection-ից ենք ազատվում։ Այդ խստապահանջությունը դրավ Հիսուսի վրա, նա արավ եւ զոհեց եւ հարություն արավ, որպեսզի բոլոր նրան հավատացողներին վերջի օրը հարություն տա։ Ինքն այդպես ասեց. Ես եմ երկնքից իջած հացը, նա որ ինձ ուտի եւ իմ արյունս խմի, հավիտյան կապրի։ He was not talking about eating and drinking cannibalism, no. He was talking about this metaphysical, վերացական ուտել խմել, այսինքն միանալ Հիսուսի մեջ, հանձնվել, նվիրվել, ուխտավոր լինել, նոր ուխտի մեջ եղող Հիսուս եւ հավատացյալ։ Հասնենք նոր ուխտին, բայց այսօր գործերի ուխտը պետք է հասկանանք, որպեսզի Հիսուսի կատարածը նաեւ հասկանանք։ Ուրեմն ուխտի այս մեջ գտնվող Ադամը ներկայացուցչական պատասխանատվություն ուներ։ He was our representative. Turn to Acts, Գործ Կարագիլոց 17, 17:26. Եվ նա մեկ արյունից մարդկանց բոլոր ազգերը արավ. I'm talking about that genealogy stuff. Մեկ արյունից մարդկանց բոլոր ազգերը արավ. Ում մեջ? Ադամի մեջ. Որ երկրի բոլոր երեսի վրա բնակվեն, ամբողջ մարդկությունը Ադամի մեջ էր։ Որոշված ժամանակներ եւ նրանց բնակության սահմանները հաստատեց, որ Աստծուն խնդրեն։ By the way, Աստված ամեն մարդու բնակության սահմանները առաջուց հաստատել է։ Այսինքն, ամեն մարդ, որ աշխարհ է գալիս ապրելու, Աստված սահմանել է, որ այս մարդը երբ կծնվի, երբ կմեռնի։ You have no control over it. Նույնիսկ եթե կարծում ես, որ դու ես, որ դու քո կյանքդ վերջ ես տալիս, that was also Աստծո սահմանների մեջ։ Աստված այդպես է սահմանում։ Միջոցը չի սահմանում, ժամանակը սահմանում։ Ուրեմն, երբեք չվախենաս, որ ինչքան պիտի ապրես, արդյոք օտանալ նստենք, ապրեմ ավելի կամ ոչ, չէ, օտանալ չնստենք, որ մի օր ավելի ապրենք։ Օ կորոնա եկավ, դուրս չետանք, որ հանկարծ ձերերս հանկարծ մեկ բանի չգտնելու են, ես չեմ գալիս եկեղեցի, որտեղ հանկարծ կորոնա է։ Okay, I'm not talking more careless than it, ոչ։ Մենք պետք է բոլոր հնարավորությունը գործածենք, բայց պետք չէ մտահոգվենք։ Մեր կյանքը Տիրոջ ձեռքերի մեջ է եւ Աստծո սահմանության մեջ է։ Մանավանդ հավատացյալներս։ Աստված մեզ սահմանել է որոշ չափ ապրել։ Երբ որ այդ կյանքը վերջանա, հավատացյալի մահվան համար մի լացեք սիրելիներ։ Փառք տվեք Աստծուն։ Որ Աստված այդպեսի մի հոգևոր եղբայր, քույր, ընտանիք, զավակ, մայր, չգիտեմ ով տվավ մեզ եւ մենք իրեն վայելեցինք եւ հիմա Տիրոջ մոտ եմ, նոր մենք կմիանանք իրեն։ That's all. Կարոտում ենք 50-60 տարի։ So what? Հավիտենականության մոտ 50-60 տարին is nothing։ Ուրեմն սիրելիներ, բոլոր բաները սահմանված են։ Մեր ժամանակները դաշնակցային գլխի մեջ արդեն Աստված կարգադրել էր։ Այսուբերմամբ, եթե Ադամը հավատարիմ գտնվեր, նա ոչ թե միայն ինքը, այլ բոլոր սերած մարդկությունը հավիտյան կապրեինք։ Ուխտի արդյունքները, հետևանքները։ Այս ուխտը արդյունք ունի, հետևանք ունի, ինչպես ասեցինք։ Ուխտը կատարելու արդյունքը կյանք օրհնություն է։ Ուխտը կոտրելու հետևանքը արգիլվում է, արգիլափակում է, սահմանափակում է, անեծք է, հեռացում է, դրա համար մահը նշանակում է հեռացում, separation from God's goodness։ Եվ Ադամն ու Եվան, երբ որ ուխտը կոտրեցին, նրանք մտան մի անիծված աշխարհի մեջ։ Ոչ թե մենակ Ադամն ու Եվան անիծվեցին, իրենց իշխանության տակ կար ինչ։ Ամբողջ environment-ը հետ էլ անիծվեց։ Ամբողջ աշխարհը անիծվեց։
That's why we have sickness, cancer, hivandutun, tzav, tarabank, nerutun, ma. That's all rooted in the sin that Adam committed. Sin is a serious business. Անկման հետևանքով մարդ արարածը ժառանգեց Ադամի թե հանցապարտությունը, այսինքն մենք Ադամի գեները մենք ժառանգեցինք, we inherited not only his guilt, իր հանցապարտությունը մեր վրա անցավ, նաև նրա պղծված բնությունը, his depraved nature also came upon us. Դրա համար է որ ամեն մարդ որ աշխարհ է գալիս, they come spiritually depraved condition. We call it total depravity. Not ultimate depravity, but total depravity. Իովին պղծված վիճակ. Հոգևորապես, բարոյապես, spiritually, morally defunct. Սպառված. Եվ միշտ հակամետ դեպի չար. Փոքր երեխին ասում ես նայ, բալես, կերակուրից առաջ չոկոլադ չի կարելի ուտել։ Աչքը դարձնում ես իմ բան վերցես, ամբողջ բերանը չոկոլադ։ Բալես դու կերակ չոկոլադ ուզում նո։ Ես զարմանում եմ։ Ով է 2 տարեկան երեխին սովորացրեց որ սուտ ասի։ Կամ իր մեղքը ծածկի։ Պապան կամ մաման։ Ոչ մեկը տատիկը կամ պապիկը, ոչ մեկը։ Մեղքը մեջն է, he or she has that tendency. Որտեղից եկավ դա։ Այստեղից եկավ։ Դրա համար բոլորս կարիք ունենք այդ մեղքի բնությունից փոխվելու։ That's what Jesus does. As a matter of fact, Աստծո Սուրբ Ոգին է նախանում այս։ Աստծո Սուրբ Ոգին նրանց, որ Հիսուսի միջոցով պիտի փրկության բերի, առաջին բանը, որ անում է, նրանց regenerate անում։ Նրանց ներքին այդ վիճակը, այդ programming-ը փոխում է։ Նրանց մեջ Աստծուն ուզելու, Աստծուն փարելու, Աստծուն վազելու փափակ է արտնացնում, որտեղ նոր բնություն է գալիս։ Այդ նոր բնության հիման վրա մարդը ընտրում է Աստծուն վազել ու դրանից ուրիշ բան չի կարող ընտրել։ Որտեղ այնքան հիանալի է նրա սերը, այնքան հիանալի է նրա արարքը, որ այս Աստվածը որպես կարող է փու անել ասում է ոչ, ես covenant ունեմ, ուրիշ մեկը դգա բանի փոխարեն դու նրան կստայես, ես նրան միջոցով քեզ կփրկեմ։ What a wonderful grace. That's the amazing part of amazing grace. Ուրեմն բոլոր մարդիկ ծնվում աշխարհ են գալիս որպես ուխտահարներ։ Բոլոր մարդիկ։ Այո, ուրախալի է, որ զավակներ են ծնվում։ Երբ որ զույգեր ամուսնանում են, փոքրիկ են ունենում։ Շատ ուրախալի է։ Բայց մյուս կողմից էլ մեծ պատասխանատվություն է տրվում այդ ծնողների ուսերի վրա։ Պապիկի ու տատիկի ուսերի վրա, եկեղեցու ուսերի վրա, որ այդ փոքրիկը ուսուցանվի, սովորեցվի, that's why you guys are here. Որպեսզի հասկանանք, որ ինչ է կատարվում, ինչ պիտի լինի, եթե անհասանք գտնի, թե թողնես իր default condition-ով ինչ կլինի, ինչպես կարելի է սրանից փոխվել դեպքստեղ, այդ հասկանալու համար, you need to go to the basics. Հասկանալու գործերի ուղղը։ Եվ հետո այդ գործերի հետևանքով եղած անեծքը, եւ հետո այդ անեծքից ազատվելու կերպը, միջոցը, ճանապարհը, եւ հետո դրա օրհնությունը եւ դրա մեջ շարունակելը։ Սա լինում է մեր բոլոր վարդապետական ուսուցումը, որի մեջ պիտի սերտենք հաջորդ 5-ից 6 տարիների ընթացքում։ Որը հարցումներ? Any questions?